Սարյանից ունենք, Էջմիածինից ունենք, Մասիսից ունենք, Արտաշատից ունենք, Գյումրիից ունենք, տարբեր տեղերից ունենք։ Ինչ եք անել ստորագրությունները։ Բողոք ենք ներկայացնելու։ Ընդ որում սա տենց բան ստորագրություն չի էլի, են բարձրապես ստորագրություն։ ՀՎՀ-ով բոլորը։ ՀՎՀ-ներով, որը էլի նշանակում է, որ մարդիկ չեն վախեցել Երևան, իրանց բանը հաստատվի իրանց ովքեր են եւ այլն, այսինքն մենակ տենց փողոց դուրս գալով չի, կան մարդիկ ովքեր չեն կարողանում ֆիզիկապես գալ կամ բան, ստորագրել են 2000-ից ավել հեսա Գյումրին էլ ու մյուս մարզերից է գան էլի հավաքենք, ասենք ստորագրություն արդեն նշանակում է, չէ, որ այստեղ ինչ-որ լուրջ խնդիր կա։ Պարոն Ավագյան, բայց կառավարությունն ասում է, որ այսպես փողզիջման գնացին, հետաձգեցին, հիմա էլ ինչ-որ նախագծեր են հաստատվում, աջակցություն տրամադրելու մասին տնտեսվարողների 7 միլիարդից ավելի գումար են հատկացնելու ձեզ, այս առնչությամբ ինչ դիտարկումներն եք, ոչ։ Մենք դրա մասին արդեն անդրադարձ արել ենք, ցավոք սրտի այդ մարտի 3-ից առաջ եղավ, կհիշեք այդ, որ հայտարարվել էր էլի գործարարի օրը հավաքեր, դրա հենց նախորդող կառավարության նիստին դա եղավ եւ հրամցվեց որպես ետքայլ եւ խնդրի լուծում, նախ այդ խնդիրը չէր լուծվել, այսինքն դա 2 եռամսյակով աջակցության ծրագիր էր եւ ամենակարևորը, որ այդ ծրագիրը ուղղված էր բացառապես առևտրի ոլորտում զբաղվողների համար, իսկ մենք այդտեղ խնդիր ունենք եւ արտադրության ոլորտում զբաղվողների եւ ծառայության ոլորտում զբաղվողների ու բացի դրանից էլի եմ կրկնում, դա ընդհանրապես 2 եռամսյակի, ասում են հաշվետվությունը տվեք, տարբերությունը կտեք, այսինքն ֆունդամենտալ այն խնդիրը, որը առաջացել է, ֆունդամենտալ չի լուծվում։ Գումարած դրան ավելացավ վերջերս ընդունված երկրորդ ընթերցման փառկայնորոշության փոփոխությունը, որ վատթարացրեցին հաշվապանների եւ իրավաբանների վիճակը, որոնց համար այդ վատթարացնող նորմերն էլ ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Այսինքն մի կողմից ասում ենք, որ պետք է լինի բարդ հաշվառում, ես չէ, էլի քաղաքականություն մշակողները ասում են պետք է լինի բարդ հաշվառում, բայց այդ բարդ հաշվառումը նույն փոքր բիզնեսի համար դարձնում են անհասանելի։ Այսինքն պատկերացրեք, ասենք նույն ծառայությունը, որ 20-30%-ով թանկանում է հուլիսի 1-ից։ Այսօր իդեպ հաշվապանների ասոցիացիայից էլ նախագահան մասնակցելու, իրավաբաններից էլ, այսինքն հա կամաց այնպես է լինում, որ դժգոհության ալիքին ավելի շատ մարդիկ են միանում ու այդ վատ, վարված, չմտածված, առանց ազդեցության գնահատումների արված քաղաքականություն։ Նաև փաստաբանները որքան տեղ։ Փաստաբանները դա արդեն հունվարի 1-ից իրանք այդ բեռը կրել էին։ Նայեք, պարոն Ավագյան, բազմիցս բարձրաձայնել եք, քննարկումներ տեղի են ունեցել։ Ինչն է անհասկանալի կառավարության համար, որ այս խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Ու դուք ամիսներ շարունակ ստիպված եք այստեղ կանգնել։ Իհարկե, այդ կարևոր բանը, որ ասում եք, որ ստիպված են այս փոքր բիզնեսի, այսօր ասենք Գյումրիից այն ձնին բքին մարդիկ կան, հելել են իրանց գործը թողել են եկել են։ Կամ ստեղ հիմա կանգնածները մեծ մասը իրանց գործը էլի թողում, որ էլի վնասը մեր երկրին, չէ։ Այստեղ ամենալուրջ խնդիրը այն է, որ երկխոսություն չկա։ Կամ մենախոսություն, այսինքն այն կողմից ասում են որպես բարձրագույն ճշմարտություն, առանց իջնելու իրական հատվածի հետ քննարկելու։ Ու այդտեղ բալանսավորումը, որ ասենք տնտեսության քաղաքականությունները մշակվում են բալանսավորված, էկոնոմիկան հակազդում է Ֆիննախին, Ֆիննախը նրան տարածքային զարգացման ստեղ խնդիր ունենք, սոցիալ զարգացման խնդիր ունենք, այսինքն նույն աղքատության կրճատման եւ այլն։ Այստեղ միայն հարկային քաղաքականությամբ, ու ես հասկանում եմ, որ քաղաքական խոստումները այնքան բարձր են, որ այս հարկային բեռնել է բարձրացվում եւ այսպես ասած բյուջեի պլանավորման խնդիր էլ կա, բայց սենց չի լուծվում, սա լրիվ հակառակ էֆեկտ է ունենում։ Պարոն Ավագյան, իսկ այդ աջակցության ծրագրը տեղյակ եք Մեր այստեղ հավաքվող ՓՄԾ-ների կարող եմ ասել 90%-ը չեն օգտվում։ Նախ վստահություն չկա, երկրորդն էլ ասենք օգտվելու շատ նախապայմաններ կա դրա համար, որոնցից մեկը օրինակ այդ բարդ գույքագրումն է եւ այլն։ Հետո բացի այդ աջակցության ծրագրից ես անընդհատ խոսում ու նորից կրկնում եմ, էլի։ Շրջանառության հարկի գաղափարախոսությունը սրանով բան արել, լրիվ խախտվել է, խեղաթյուրվել է։ Աշխարհում հակառակն է, աշխարհը գնում է հեշտ հարկային վարչարության, մենք գնում ենք բարդ, դժվար, որը լի է, ասենք նույն, գիտեք, խնդիրը մենակ այսօր չի։ Այսօրվա արված սխալների պատճառով 3 տարի դեռևս հարկային նկարագամտնի տուգան։ Սա է խնդիրը, որ մենք փոքրերին ասել ենք դու կանխատեսելի բիզնեսի համար, չէ, պարզ հստակ հաշվառում բար։ Ամիսը մեկ մի հատ օրենք է փոխվում, ասենք սենց կանխատեսելի բիզնես միջավայր որտեղ եք տեսել։ Մի քանի օր առաջ հաշվապանների, իրավաբանների բանի վատթարացնող նորմը ընդունվեց, հուլիսի 1-ից ուժի մեջ եմ։ Տարվա կեսից ով է տեսել վատթարացնող նորմ, ընդ որում օրենքում էլ է գրած վատթարացնող նորմ չի կարելի։ Այսինքն այս անկանխատեսելիությունը բերում է ավելի ոնց ասեմ, զայրույթի ու բանի նկատմամբ վստահության նկատմամբ պակաս։